Սիրելի հայրենակիցներ, ես էլ ուզում եմ ձեզ շնորհավորել անկախության օրվա առթիվ 17 տարին եւ շատ ժամանակ է եւ քիչ, եթե մանավանդ հիշենք, որ մեր առաջին հանրապետությունը ընդամենը 2.5 տարի է տևել, սրա համեմատությամբ մենք արդեն հնադարյան պետություն ենք, բայց սա չէ կարևորը, կարևորն այն է, որ մենք գիտակցենք, որ անկախությունը մեր վերջին շրջանի պատմության ամենամեծ նվաճումն է։ Ամենամեծ նվաճումն է, որը ձեռք է բերվել հենց ձեր ջանքերով։ Այստեղ հավաքված է այն սերունդը, որը 91 թվականի սեպտեմբերի 21-ին կազմակերպել է հանրաքվեն եւ կարելի ասել 100%-ով կողմ քվեարկել անկախությանը։ Բայց սա ընդամենը մեր կես նվաճումն է, որովհետև մեր հիմնական նվաճումը դեռևս առջևում է։ Ես միշտ եմ ասել, անկախությունը ինձ համար երկրորդական է, եթե այն չի բերում ազատության։ Անկախությունը ազատության հասնելու միջոցն է։ Հիմա մեզ է մնում կատարել մեր ազգային ծրագրի երկրորդ մասը, նվաճել մեր ժողովրդի վերջնական ազատությունը։ Ես չեմ ուզի այսօրվա տոնը քաղաքականացնել, բայց չեմ կարող անտեսել այսօրվա մռայլ մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում։ Այսօր դժբախտաբար հերթական անգամ, մեր դարերի ընթացքում դա շատ է տեղի ունեցել, մեր երկիրը գտնվում է քոչվորների, օտարների, բռնապետների ձեռքում։ Բայց ինչպես նախորդ քոչվորները, բռնապետները, օտարները հեռացել են, նրանք նույնպես հեռանալու են։ Այս երկիրը պատկանում է ոչ թե քոչվորներին, այլ նստակյացներին, իսկ նստակյացները մենք ենք։ Ձեր բոլորի անունից ես ուզում եմ մեր ողջունի խոսքը հղել բանտերում նստած մեր ընկերներին, որոնք հսկայական նվաճումներ են ունեցել ինչպես անկախության ձեռքբերման ճանապարհին, այնպես էլ Ղարաբաղի ազատագրման ճանապարհին եւ այսօր էլ շարունակում են իրենց պայքարը հանուն մեր բոլորի ազատության։ Որովհետև եթե այնտեղ նստած են միայն նրանք չեն ազատազրկված, մենք բոլորս ենք ազգովին ազատազրկված ենք եւ մինչեւ նրանք դուրս չկան բանտերից, մենք ազատ չենք, մենք բոլորս, այստեղ բոլորս կանգնածները, շնորհակալություն։ Çiçek.